Կարծես թե դեժավյու ենք ապրում։ Այս ընդդիմությունը, այդ Հայաստանները ունեն նպատակ բեմադրել քաղաքական պայքար։ Նաև սիգնալ կարող են լինել Կրեմլին, որ այ տեսեք, աղմկում ենք, մենք տունը չենք նստել։ Գնահատականներն ուղղված են խորհրդարանի մանդատները վերցնելու մասին հայտարարած ընդդիմադիր ուժերին։ Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր ընդդիմության համախմբման պրոցես սկսելու մասին։ Առաջարկում էր ստեղծել համակարգող խորհուրդ, որ ուղիղ եթերում ուղիղ շփվեն ժողովրդի հետ։ Ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով որն է ճիշտ գնանք այդ քայլերով 40% դեռ էմոցիաների տակ են, նրանցից ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում, 40% ասում եմ մի վերցրեք, այո։ Ցանկանում են չվերցնենք, 60%-ը արդեն սկզբում դա հակառակն էր, հիմա արդեն սենց է։ Ասում են վերցրեք մեծամասնությունը մի խոսքով։ Խորհուրդը չկայացավ, հանրահավաքները եւս, փոխարենը հայտարարվեց, որ վերցնում են մանդատները։ Նրանք հայտնվել են մի իրավիճակում, երբ նրանք ստիպված են գնալ վերցնել մանդատները եւ գնալ խորհրդարան, որտեղ իրենց նպատակը ի սկզբանե դա է եղել։ Ճիշտ է, իրենք այլ նպատակներ էին ներկայացնում, իշխանափոխություն, Նիկոլ Փաշինյանը գնալու է վաղը չէ մյուս օրը, մենք ամեն ինչ անելու ենք, 300,000 աշխատատեղ, հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն, ամեն ինչ ինչ որ տեղի է ունենում, ի սկզբանե եղել է պլանավորված եւ իրենք շատ լավ հասկանում են, որ սրանից ավել իրենք չեն կարող ցեն ստանալ։ 21 թվականի արտահերթ ընտրություններից հետո մենք նույնը լսեցինք պատիվ ունեմ եւ Հայաստան ունեմ դաշինքի խմբակցությունների կողմից, եւ ըստ երևույթի նույն սցենարն է իրագործվելու, որ մի կողմից գորգորալու են ազգային ժողովում, մյուս կողմից օկուպացնելու են տարատեսակ հրապարակներ։ Մենք գործ ունենք երկու ուժերի հետ, որոնք իրապես ինքնիշխան չեն սուվերեն որոշում կայացնելու տեսակետից եւ իրենք կանեն այն, ինչ հրաման ստանան Կրեմլից։ Տրամաբանություն գտնել ընդդիմության պրոռուսական կամ ինչ որտեղ կարելի ասել նաև ռուսական, այսպես ուժերի գործողությունների մեջ պետք չէ։ Իրենք ի սկզբանե հակված են եղել վերցնել մանդատները, դա Կրեմլի պլան B-ն է, որովհետև եթե չի հաջողվում իշխանություն վերցնել, ուրեմն բնականաբար պետք է ամեն ինչ անել, որպեսզի գոնե Ռուսաստանը ներկայացվածություն ունենա խորհրդարանում։ Բայց ընդդիմադիրները խոստանում են փողոցային պայքարն ու մանդատները համատեղելու են։ Պայքարը եւ դիմադրությունը այլընտրանք չունեն խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Փողոցային պայքար եւ ազգային ժողովում օրենսդրում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Շատ ենք այդ հայտարարությունները լսելու։ Փողոցային պայքարի եւ մանդատներով խորհրդարանում պայքար, չգիտեմ, հեղափոխություն, թեժ աշուն, թեժ գարուն, որևէ նոր բան հնարելու, նոր քաղաքական տեխնոլոգիաներ առաջ բերելու, այդ մարդիկ ուղղակի ունակ չեն, որովհետև չունեն բնակչության այս հարցում բնակչության աջակցությունը։ Գործնականում անհնար էր հասնել օրենսդիրի միջոցով իշխանափոխության փողոցային պայքարի արդյունքում։ Եթե գնում ենք օրենսդիր եւ չի լինում փողոցային պայքար, այդ ժամանակ գրեթե անհնար է բանակցային պրոցեսների միջոցով իշխանական պատգամավորներին բերել այն կարծիքի, որ պետք է փոփոխություն։ Քաղաքագետներն արձանագրում են, այս ստատուս քվոյի պայմաններում լուրջ փոփոխություններ իրականացնել չի ստացվի, քանի որ նաև ռեսուրսի խնդիր կա։ Մենք ունենք մեր համախոհները, որ կելնեն կգորգռան ինչպես պետք է եւ ավելի շատ կգորգռան։ Մարդիկ պատրաստ չեն իրենց ձայնի համար, հանուն իրենց ձայնի համար դուրս գալ փողոց, որովհետև շատ լավ գիտակցում են, որ եղել են նորմալ լեգիտիմ ընտրություններ, իշխանությունը լեգիտիմ է, գալիս է այդ ներքաղաքական պայքարի իմիտացիայի անհրաժեշտությունը ընդդիմության համար, որովհետև իրական պայքար ծավալել նրանք չեն կարող, դրա համար չունեն որևէ իրավական հիմքեր եւ չունեն ամենակարևորը ռեսուրս։ Ռեսուրսը տվյալ դեպքում այդ փողոցում հայտնված մարդկանց զանգվածներն են։ Նրանք հասկացել են, որ իրենք չունեն այսօր այնպիսի ռեսուրս, որը թույլ կտա նրանց արդյունավետ փողոցային, այսպես ասած, ակցիաներ իրականացնել։ Հանրային ռեսուրսի մոբիլիզացիայի տեսանկյունից նրանք տանուլ են տալիս։
եւ այդ տենդենսը շարունակական է լինելու։ Եթե թվերով դիտարկենք, ընդդիմադիր 3 ուժերի նախընտրական հանրահավաքներին մասնակիցների թիվը մինչև 5000 է եղել, որոշ բացառություններով։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության տվյալներով, օրինակ, հունիսի 3-ին Երևանում կայացած Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է շուրջ 17500 մարդ։ 5960 մարդ հունիսի 4-ին Երևանում կայացած Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների թիվն է։ Մայիսի 31-ին Երևանում կայացած Հայաստան դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը ըստ իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի եղել է 5130։ Կազմակերպության ինֆոգրաֆիկայից երևում է, որ քարոզարշավի ընթացքում շատ դեպքերում ընդդիմության հավաքի մասնակիցների թիվը Երևանում եւ մարզերում չի գերազանցել անգամ 1000-ը։ Այստեղ ըստ փորձագետների մեծ դեր են ունեցել նաև Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիները։ Եվ Ռուսաստանից եկած հայերը, եւ փողով բերած մարդիկ, եւ կարկանդակով բերած մարդիկ, մենք լսել ենք այդ ձայնագրությունները, եւ մարդկանց տալիս էին 1 շիշ կոլա եւ 1 կարկանդակ, եւ ինչ որ սիգարետի փող, եւ այդ մարդիկ գալիս էին մասնակցում էին այդ ցույցերին։ Հետո եկեք հիշենք, որ լրագրողները մոտենում էին այդ մարդկանց եւ հարցնում էին ինչի եք եկել ցույցի, այդ մարդիկ ուղղակի փախչում էին։ Սա եւս խոսում էին մասին, թե ինչպիսի զանգված, բիոզանգված, ես չեմ վախենում այդ բառից, հավաքվում էր այդ ցույցերին եւ այդ ակցիաներին։ Այնպես որ պատկերը ընդդիմության համար բավականին մտահոգիչ է։ Ընտրակաշարք ես վերցրել, հələ մի հատ էլ գնաց հրապարակում կանգնես, դա քեզ ցուցադրում ես, որ դու պոտենցիալ կաշառք վերցնողներից մեկն ես եղել եւ հետեւաբար վախ կար շատերի մոտ գնալ եւ կանգնել հրապարակում, այդ կերպ իրենց մերկացնել, որ իրենք այդ խմբակի մի մասն են եղել, որովհետեւ հիմնականում իրենց հետևից գնացողները կամ եղել են իրենց բիզնեսներում աշխատողները, կամ եղել են մոլի ռուսամոլները, որոնց համար պետությունն ու հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ Ռուսաստանը, որոնց համար ղեկավարը ոչ թե գործող իշխանությունն է, այլ Ռուսաստանում գործող իշխանությունը, եւ որոնց համար կաշառքը եւ փողը վեր է պետությունից, պետության զգացողությունից եւ պետականություն հասկացողություն ընդհանրապես գոյություն չունի։ Դեռ հունիսին փաստերի ստուգման հարթակը ներկայացրել էր Ռուսաստանից Հայաստան ժամանումների դինամիկան։ Մայիսին գրանցվել էր 20.3, հունիսին 38% աճ։ Հարթակը ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն վերլուծել էր նախընտրական մայիս ամսվա ու հունիսի 1-ից 7 ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը։ Ըստ այդմ 2026-ի մայիսին արձանագրվել էր Ռուսաստանից Հայաստան ժամանածների ամենաբարձր ցուցանիշը՝ 131852 անց։ 2026 թվականի հունիսի 1-ից 7-ը գրանցվել էր կտրուկ աճ, հասնելով 40182-ի, ինչը շուրջ 38%-ով գերազանցում էր 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ ժամանակ Հայաստան Ռուսաստանից եկել էր 29125 անց։ Փորձագետներն ասում են, Ռուսաստանից Հայաստան ժամանածներից բացի ընդդիմության 500,000 ձայնի վրա ազդեցություն ունեցել են նաև ընտրակաշառքի դեպքերը։ Այս առումով այս ընտրությունները նախադեպային են, որտեղ ընդդիմությունը երևի թե առաջին անգամ ամենայն դեպս այդ մասին բարձրաձայնվել է, այդ թվում նաև հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առաջին անգամ ընդդիմությունը գործում է փողով, իսկ իշխանությունը ոչ։ Ընտրությունների արդյունքների վրա հավանաբար ազդել է ընտրակաշառքը նաև։ Բացահայտումները դրա մասին են խոսում։ Մենք չենք ունեցել նման քանակի բացահայտումներ։ Մենք նաև տեսնում էինք, թե ինչ ահռելի ռեսուրսներ են ծախսվում ռուսական այդ ուժերի կողմից իրենց քարոզարշավի համար, այսպես ասենք, հա։ Էլի ես կարծում եմ, որ դա երևում էր, հա, երբ որ մենք համատում ենք ուղղակի այն երևացող բանը, հա, գործընթացը, դրա հետ կապված, տեսնում ենք, որ միգուցե իսկապես աննախադեպ է եղել։ Հակակոռուպցիոն կոմիտեում 2026-ի փետրվարի 7-ից մինչև հունիս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ, ընտրակաշառք տալու եւ ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու եւ դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Այսինքն ընտրակաշառքների ծավալներն ըստ քաղաքագետների այս ընտրություններին գերազանցել են մինչև 2018-ը եղած իրավիճակը։ Քաղաքագետներն ընդգծում են, ընտրակեղծարարությամբ զբաղվող
կազմող ուժերը պետք է դուրս գան քաղաքական դաշտից, հասկանան 2018-ի հեղափոխության իմաստն է եղել ստեղծել իրավիճակ, որ ընտրակաշառքով ձայներ ստացած ուժերն այլևս չեն կարող իշխանության հավակնել։ Բայց ինչը միավորեց Բարգավաճ Հայաստանին, Հայաստան ու ուժեղ Հայաստան դաշինքներին, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժին, որոնք ընտրությունների արդյունքներն ուժի մեջ թողնելու մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան իրենց ապագա քայլերի վերաբերյալ։ Երեքին միավորում է ռուսամետությունը, դա ակնհայտ է, այլ բան չկա, որևէ գաղափարական հենք այդ երեքի միավորման հիմքում չկա եւ չի կարող լինել, որովհետեւ չկա ընդհանրապես գաղափար։ Ես ցավում եմ, որ ՀԱԿ-ը հասել է այդ իրավիճակի, որ արդեն ստիպված է լինում համատեղ հայտարարություններ հանդես գալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հետ, եւ դա մարտի 1-ից հետո 2008 թվականի դա ունենք ինչ ունենք, հերթական անգամ պետք է դա ընդունենք որպես կոնստանտ, այլ բան չի միավորում, եւ սա հերթական անգամ նորից եմ ես ասում, սա պայքարի ներքաղաքական գործընթացների իմիտացիա է։ Սրա տակը ոչ մի լուրջ բան չկա եւ չի կարող լինել եւ իրենք էլ շատ լավ դա հասկանում են նախաձեռնողները հայտարարությունների։ Ինչ որ մի բան պիտի անեն, անում են։ Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասում էր, հրաշալի քարյակ, այժմ կա հրաշալի եռյակ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը ես դժվարանում եմ բացատրել, թե իրենց նպատակը որն է, որովհետև ընտրությունների ժամանակ իրենք ունեին Լևոն Զուրաբյան որպես վարչապետի թեկնածու, բայց իրենց ղեկավարը նախագահ Տեր-Պետրոսյան սատարում էր մեկ այլ կուսակցության առաջնորդին, որը նույնիսկ ցուցակում էր գրանցված չէր, մի քիչ դժվար է, խառը վիճակ է, դժվար է հասկանալ, թե ի վերջո ով է այնտեղ սատարում։ Ըստ փորձագետների, եթե նախորդ խորհրդարանում տեսնում էինք անհամաձայնություններ Հայաստան ու պատիվ ունեմ ընդդիմադիր խմբակցությունների միջև, ապա նոր խորհրդարանում Հայաստան ուժեղ Հայաստան գործակցությունը անխոչնդոտ աշխատելու է։ Այս պարագայում երկուսն էլ ծառայում են արտաքին երրորդ ուժի։ Նպատակը մեկն է լինելու՝ խաթարել Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը, Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների հետագա կարգավորումները։ Մի բան հստակ է, ասում են փորձագետները, ընդդիմության ներկայացուցիչները մանդատները վերցնելով ճանաչեցին ընտրության արդյունքները, հետևապես նաև իշխանության լեգիտիմությունը։ Մերի Խաչատրյան, Արման Թովմասյան, Արամ Հարությունյան, Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։